Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատագիցներ, բարելույս բոլորիդ, կուշնեմ այս առավոտը ու եսօր պիտի քննարկենք Եզեկիել 34-րդ գլխի առաջին խոսքից, որի վերնագիրն է Իսրայելի հովիվները։ Այսօր այս խոսքը տվեց, մենք մեր եկեղեցով կանցնենք, բայց Տերս մեջս դրեց ցանկություն, որպեսզի տեսանյութը ցայնագրեմ, որ այս թեման լսեք շատ շատերդ։ Հարցեր կան, որոնց պատասխանները մեզ պետք է որ իմանանք։ Տիրոջ ուզածի պես ու Տիրոջ սուրբ կամքի պես։ Կարդանք ու քննարկենք այս թեման միասին։ Իսրայելի հովիվները։ Դարձյալ Տիրոջ խոսքը ինձ եղավ ասելով. ոչ թե մարդո, Իսրայելի հովիվների դեմ մաշկարություն արա։ Մաշկարություն արա ու նրանց ասա. Տեր Եհովան այսպես կասե. Հովիվներուն։ Ուրեմն, սիրելիներ, ամեն մեկդ վերցրեք, որ Աստված հենց եսօր ամեն մեկիս մաշկարեի միջոցով կսե հետևյալ խոսքերը։ Ամեն մեկիս։ Որովհետև արդեն ինչպես նշեցի, ամեն մեկդ հովիվ եք ձեր տան մեջ, ձեր բնակավարի մեջ, ձեր եկեղեցու մեջ, ինչ որ չափով։ Հովիվ եղնել, դիք պաշտոն եղնել չի նշանակել։ Հովիվ եղնել կնշանակի գառներ արածացնողներ։ Գառներին պահպանողներ։ Հոտ կերակրողներ։ Ասա, մաշկարություն արա, ու նրանց ասա, Տեր Եհովան այսպես կասե հովիվներին. Վայ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց կարած են։ Հովիվները հոտ արածելու չեն։ Իրանք կարած են։ Հոդն է սոված նստած կնայեն, ինչ որ հավաքված են քարներով, կնայեն, թե հովիվին ճղկուտ է գխմե, իրանք եւ դի նայելով կշտանան։ Այսպես վիճակ է։ Հաջորդը շարունակենք։ Դուք ճարպը կուտեք, ու բուժտը կհագնիք, ու կերը կմորտեք, բայց հոդը չեք արածացնել։ Ինչի մասին կխոսա։ Ճարպը կուտեք, գերը կմորտեք, այսինքն կնայեք, որ կառնոր լավն է, դիք կմորտեք։ Ամենալավը ցեզիկ վերցնեք բես հոդը, բես ժողովուրդը։ Կարող եք գիտեք այս ժողովուրդը անդերը մաշկարեն կսե։ Կամ կարող եք գիտես ես չեմ տեսնի, թե դու ինչ կենես։ Ամեն մեկիս կսե Աստված։ Հոդին ով պիտի հոգ տանի։ Որ դու մենակ քու մասիդ կմտածես, քու շորդ լավն անի, քու դելիկդ լավն անի, քու հակուկաբդ լավն անի, քու տունդ լավն անի, քու ավտոդ լավ եղնի։ Հəbə դու հետ չես տեսոր, եկեղեցու աղբերը կոշիկ չունի, քուրը կոշիկ չունի, հացի փող չունի։ Կարիքի մեջ է, նեղության մեջ է։ Դու չես տեսնի։ Բայց զոհաբերություններն որ կան եկեղեցուն, ինչի համար են։ Ու այսօր Տերը բոլորին կզգուշացնե, բոլոր հովիվներին կզգուշացնե։ Հիշորդ եկեղեցու անդամները իմս են։ Այնքան պարզ կսե։ Կուդես, կխմես, կֆռաս։ Հբես կարներին ով պրի կերծնե։ Կարներն է սոված, հետևիցդ, պրի ոտներդ պրնեն, որ հանգարց ոտների տագն է հող չմտնի, կամ պուշ չմտնի։ Որ դու բարձրնաս, իսկ ինչեղ բարձրնաս, իրանց ոտների տագը տնելով։ Դիք բարձրունք չէ, դիք շատ վտանգավոր է։ Ու դոր համար եսօր շատ հովիվներ կգտնվին դժողքում։ Շատ հովիվներ, շատ առաջնորդներ։ Հովիվ եղնել ինչ կնշանակե։ Չոբան եղնել, դիք պաշտոն չէ երեխեք, դիք ծառայություն է։
Հիսուսը բարի հովիվ էր ու օրինակ բոլորիս համար։ Շարունակեմ կարդալը, հետո ընդհանուր կվերլուծենք այս գլուխը ու թող Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդե, ինչպես միշտ էլ, որպեսզի ամեն մեր խոսքին բերանցս դուրս գա իր սուրբ կամքի պես։ Ու տա համապատասխան ճիշտ մեկնություն, որպեսզի խրատվենք բոլորս ու ապրենք Աստծո ուզածի պես, Աստծո փառքի համար, Աստծո կամքը կատարելու համար։ Տկարները չուժովացրիք, հիվանդները չբժշկեցիք, ու կոտրածը չփաթաթեցիք, ու մոլորվածը չդարձրեցիք, ու կորսվածը չփնտրեցիք։ Հապա բռնությունով ու խստությունով նրանց վրա տիրեցիք։ Նրանք հովիվ չունենալու համար ցրվեցան ու ցրվվելով դաշտի բոլոր գազաններին կերակուր եղան։ Իմ ոչխարներս լեռների վրա ու բարձր բլուրների վրա մոլորվեցան, և իմ ոչխարներիս բոլոր երկրի երեսի վրա ցրվեցան ու հարցնող ու փնտրող չեղավ։ Ոչխարներս բոլոր երկրի երեսի վրա ցրվեցան ու հարցնող ու փնտրող չեղավ։ Նրա համար ով հովիվներ Տիրոջ խոսքը լսեցեք, ես կենդանի եմ կասե Տեր Եհովան, որովհետև հովիվ չլինելու համար իմ հոտս հափշտակվեցավ, իմ ոչխարներս դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, ու իմ հովիվներս իմ ոչխարներս չփնտրեցին, ու հովիվները իրենց արածեցին, ու հոտը չարածեցրին։ Նրա համար ով հովիվներ, Տեր Եհովան այսպես կասե. ահա ես հովիվներին դեմ եմ, ու իմ ոչխարներս նրանցից պիտի պահանջեմ, և նրանք ոչխար արածեցնելուց պիտի դադարեցնեմ, ու հովիվները մի անգամ էլ պիտի չարածեն, իմ ոչխարներս նրանց բերանից պիտի հանեմ, որպեսզի մի անգամ էլ նրանց կերակուր չլինեն։ Ահա, ուրեմն սկանի վրա կենտրոնանանք, հետո եթե Տերը շարունակությունը առաջնորդեց կշարունակեմ, իսկ եթե չէ դուք կշարունակեք։ Բարի հովիվը այդ մասին է։ Սիկ ուղղակի կուզենայի որ կապենք մի հատ նոր գդակարանի հետ ու շատ հարցերի շուրջ խոսացվի։ Ուրեմն ճշմարիտ հովիվը ինչ պդեն է, ինքը հիվանդի կողքը պդի կագնի, վերջքը պդի փաթաթե, մոլորվածին հետ բերե, սովածին կերակրե։ Չէ, վերցնենք սպես, հովիվ բառ։ Հովիվը ինչ կեն է։ Գառներին կվերցնե, չէ, գայլը կուզե հափշտակե, կպա իրան։ Մեկ նոր կոդոշները գցրե մյուսների սրե խոսքի, մյուսներին կուզե խառնե, այդ մեկի կպաճե։ Որ չկծե հետևներից չտանի այծություն որ կենեն։ Մեկը կկորի, սաղին կթողնի կեշտա մյուսին հետ կբերե։ Ինքը չի ուդե լավը ու ոչխարներին սոված թողնե, որովհետև ինքը գիտոր այդ գառները իրանն են։ Ու ինչ էլ որ գառին եղնի, այդ վնասը պիտի կրե։ Հիմիսիկ մի հատ նայենք հոգևոր ոլորտով ու նայենք թե Հիսուսը ինչպիսի հովիվ եղե։ Սիկ հին գդակարանն է։ Նոր գդակարանի մեջ հովիվը ինչ եղե։ Հիսուս հովիվը։ Հիսուսը ուներ ծառայող սիրտ։ Եսի կսեմ բոլորիդ, եսի կսեմ բոլորիս, որ մենք բոլորս պտի ունենանք ծառայող սիրտ։ Հիսուսը ոտները չէր տնկի, որ մարդիկ լվացնեին։ Հիսուսը ինքը իր աշակերտների ոտքերը կլվացներ։ Գսեք եւ ուղիղ իմաստով է ճիշտ, որ մեկը մյուսիս ոտքերը լվացնենք։ Հատկապես մեծ տարիքավոր կանանց, պապիկներին, ինքան հաճելի է այդ ծառայությունը։ Մարդիկ կանգսեն ես կզզվիմ ոտ լվալուց։ Երեխեք բերեք զզվինք մեր ներսի հբարդությունից, մեր մեղքերից ու սխալներից։ Ոտ լվալը սխալ բան չէ, ես օրինակ մի հատ վկայություն եմ լսել, որ մեր հովին Աստվածել որ ձեր եկեղեցում ոտ լվա երեք, ինքը չի հնասանդվե։ Ու ինչ կան որ քիշեմ դժոխք է գնացել։
թե դժոխք գնաց է, ցույց է տվել Աստված հետ է բերել, թե Աստված ամեն դեպքում այդ մասին խոսացել է, վկայություններ այնքան շատ եմ տեսել, որ մասնագի կրնա հիշեմ, բայց միտքը հաստատ գիտեմ, որ Աստված սել է, ձեր եկեղեցում ոտ լվալու արարողություններ եք։ Ոտ լվացն էլ լավ կնշանակի խոնարհություն հագեք։ Ծառայություններ եք մեկդ մյուսիդ։ Մեկը դոր մյուսիդ տունը կմտնիք, օգնեք մեկդ մյուսիդ։ Սխալները կտեսնիք, հանդիմանեք։ Հեշտ տեսել եք, որ Հիսուսը ինչ որ մեկի մեղքը շոյուսը քեզի ամեն ինչ կարելի է։ Վայ, հանկարծ կմոլորվի կեշտա։ Օծեր սավ, իշերի ծնունդներ, ինչ դու փախնիկ Աստծո դատաստանից։ Հիսուսը ընկան դիբուկ, ուղիղ ու ճշմարիտ խոսածող էր։ Հիսուսը երեսպաշ չէր։ Հիսուսը ժողովուրդ հավաքող չէր։ Հիսուսը ինքը կսեր մի պատմեք, որ շատ մարդ չկա իր այդևից։ Ու նաև Հիսուսը երբ որ կսեր այդ երածս մի պատմե, ինքը նոր համար կսեր, որովհետև ինքը գիտեր որ ով որ իրանն է իրա ցենը կլսե ու կուկա։ Երեք մենք վկայություններ կպատմեիք, չէ, որդ ինչ խեք եկե, ինչ խեք Տերը բերե մեր եկեղեցի։ Մարդուն համոզել պետք չէ որ Տերը քու մեջդ կենտանի է, եթե Տերը կենտանի է։ Գիտեք ինչ հասկանանք։ Եթե ստեղ ես լույս եմ վառել, կամ արևը դուրս է եկել, պետք չէ ձեզ համոզեմ որ գիտեք ստեղ լույս է։ Դուք բոլորդ քավափիկ այնտեղ որտեղ ցենյակի հատվածը լույս է։ Անկախ ցեզնից կուկակ։ Հոգևոր ոլորտն էլ է նույնը։ Պետք է մարդկանց համոզես որ ստեղ լամպուշկա է վառած, ստեղ լույս է, կամ ստեղ տակ է։ Մարդ ինքը կզգա որտեղ է տակ, որտեղ ջերմություն կա, որտեղ սեր կա, որտեղ հոգատարություն կա, որտեղ հանդիմանություն կա, որտեղ կեշտա։ Ինչ կնշանակե մոլորվածին հետ չբերեցիք։ Երեխեք, մոլորված գարան մասին է խոսքը։ Պատկերացրեք էշտակ մոլորված գայլերին ետ բերեք։ Գայլերը գիտեք ովքեր են, ապստամբ ու անհնազանդ հոգիները։ Որ ուրդեղ կմծնես իրանք պդի գար հապշտագեն։ Տերը կխոսա մոլորված գարների մասին, հնազանդ հոգիների մասին։ Գիտեք շատ հաճախ եկեղեցու շատ անդամները միացրավ նամազս։ Շատ եկեղեցու անդամները եկեղեցուց կեշտան ուղղակի շատ ճիշտ արտար ձևով, որովհետև եկեղեցում չեն տեսնի սեր, հոգատարություն, ուշադրություն, մենակ տեսնին որ իրանք եկեղեցի կմտնին, զոհաբերություն կենեն դուրս կուկան, բայց իրանց ոչ լսող կա, ոչ կարեկցող կա, ոչ սեր կա, ոչ հանդիմանություն կա։ Ամենաճիշտ եկեղեցին, այն եկեղեցին է երեխեք, որտեղ որ կա հանդիմանություն, որտեղ որ Տերը ներկա է, որտեղ որ Տերը քեզի կարթնացնե, որտեղ որ Տերը քեզի կմիացնե, որտեղ որ Տերը քեզի կսե ցանե։ Շատ զոհաբերություններ ուղղակի պիտի չեղնին։ Գիտեք ինչի պիտի չեղնին, որովհետև Տերը չի առաջնորդել։ Շատ եկեղեցիներ ուղղակի պիտի չեշտաս։ Ինչի՞, որովհետև Տերը քեզի չի տանի։ Դու գնացիր, օրինակ շատ զանգեր կուկան, ինձ կպատմեն եկեղեցում ես կեշտամ սպանված ետ կուկամ, չեմ աճի, չեմ բարձրնա։ Եթե դու հնազանդ հոգի ես, ու եկեղեցին ճիշտ է, ուրեմն դու բարձրնաս։ Իսկ եթե դու ապստամբ հոգի ես, դու ուր էշտաս, քեզի հնարավոր չէ բարձր ծնել։ Դու ամեն տեղ քու գտ կտնես, քու ճիշտդ կտնես ու սաղին կուզես որ ենտարգեցնես քու օրենքներին ընդհուպ Աստծուն։ Չես է սիրոր քեզի սխալներիդ համար սեն։
որովհետև քու սխալներն էլ են ճիշտ։ Ու շատ մի ուրախացեք, երբ որ ձեր սխալները ճիշտ կդարձնեք, ու մարդիկ էլ ձեզի պատասխան չեն տա, դիգ ավելի վատ վտանգավոր է, որովհետև երբեմն լռությամբ ավելի ուժեղ պատասխաններ կուտաս, չխոսալով ավելի ուժեղ պատասխաններ կուտաս, ցույց տալով, որ քեզ հետ էլ խոսալու բան չկա, որովհետև ինչ էլ որ սեմ, դու նորից քու կտկենես։ Հովիվներ պետք է եղնենք մենք մեր տան մեջ, մեր ընտանիքի մեջ։ Շատ հաճախ մեր երեխեքը կվնասվին, որովհետև մենք լավ հովիվներ չենք մեր ընտանիքում։ Երեխեդ ինչ կրնա լավը եղնի հնազանդ անի, երբ որ դու ինքդ անհնազանդ ու ապստամբես, տիրոջ առաջ։ Եթե երեխենք տեսնի, որ դու քու գլխիդ կին ես, ամուսնուդ չես հնազանդվի, ամուսին ես, տիրոջը չես հնազանդվի, կին ես, ամուսին չունիս, մի անգամից քու գլուխդ Հիսուսն է, Հիսուսին չես հնազանդվի։ Քեզի համար Աստված կա, եղած չեղած մեր հաշիվ է, կապրիսնպես իշխոր դու կուզես։ Ինչի կմտածես, որ քու երեխեքդ պետք է մտածեն, որ դու շատ կարևոր դեմք ես, չէ։ Չոր ինչ որ ցանես հազարապատի կպետք հնձես։ Քու երեխեդ պետք է տեսնի, որ դու աշկերտ բացելուն պես Աստծուն կփնտրես։ Քու երեխեդ պետք է տեսնի, որ դու որպես ծնող Աստծուն կպատվես ու կսիրես։ Քու երեխեդ պետք է տեսնի, որ դու քու փեսայիդ Հիսուսը փեսա համարվի չէ մեր։ Կհնազանդվիս ու կհագնես պես իշխոր Տերը կուզե։ Մենք կրնանք էկրանի հետևը թաքնվենք, մեր սենյակների մեջ թաքնվենք, մեկս մյուսիցս թաքնվենք, բայց Աստծուց չենք կրնա թաքնվենք։ Քու երեխեդ պետք է տեսնի, որ նաև դու ամենալավ Աստծուն կուտաս, ամենալավ ժամանակդ, ամենաշատ փողդ, որ նոր Տերը կպատվիրե։ Ու ամենան Աստծունն է, ու երեխեդը քեզիդ պես կենե։ Սիկ բոլոր հովիվների մասին կխոսացվի։ Ու ինչ կուզեմ սեմ, երեխեք, ամեն մեկս հովիվ ենք։ Ամեն մեկս հովիվ ենք եկեղեցում կամ եկեղեցուց դուրս։ Ինչ կնշանակե եկեղեցի։ Եկեղեցի կնշանակե տաճար, որտեղ որ Աստված կբնակվի։ Այսինքն ամեն մեկս մեր տաճարի հովիվն ենք առաջինը։ Իսկ ինչքանով հոգ կտանենք մեկս մյուսիս մասին։ Աստված դիք լավ կտեսնի։ Ես օրինակ տեսել եմ մի բանը։ Աստված ինձ միշտ, երբ որ զոհաբերությունները ուղարկվի, ցեզ է միշտ կվկայեմ։ Ու շատ հաճախ կղրգեն Աննաքուր։ Գերնի որ սիկ քեզի, կոնկրետ քեզի եմ ուղարկել։ Կամ էս ինչ գումար կղրգեմ, էս ինչ մեկի համար։ Ես գիտեք ինչ կպատասխանեմ։ Գերնոր զոհաբերություն դոր ուղարկել ես, նաև ցույց չտաս ես ինչ ենեմ, որովհետև այդ զոհաբերությունը տիրոջինն է, չէ։ Դու տիրոջ բաժինն ես ուղարկել, իսկ ավելի ճիշտ չի եղնոր Աստված ցույց տանձի ես ինչ ենեմ։ Չէ։ Ես զոհաբերությունը կենեմ, որովհետև Տերն ինձ պատվիրե։ Իսկ ցեզ ինչ է, ինչ կթվա, դու որ զոհաբերություն կենես նաև Տերը չի սե ինչի համար։ Մեկ օրը վերջերս զոհաբերություն խրգեց ու սա էս ինչ քրոջ է կենես, այդ ինչ քրոջ ես քանի մոր առաջ եմ փոխանցում երե։ Իսկ քեզի կթվա ես էլ երեխա չունի։ Բեմ մյուս երեխեքին։ Երեխեք մարդկա ֆինանսի կարիք չունի, մարդկա կարիք ունոր ես էշտամ, երկար ճամպա հասնիմ, ժա կողք է եղնիմ։ Դիք է պետք իրան։ Ու
ու հավատացեք, կան գումարը մեր օգնություն չէ, ինչքան մեր այցելությունները, որովհետև ես ամեն մեկի տունը այցելելով շատ բաներ կտեսնեմ։ Այսօր մեր քուրը Ռուսաստանից իմ կողքս նստած է, իմ այցելությանը շնորհիվ է Աստված բերել։ Եթե ես չայցելեմ, ինքն ինձ չի այցելել։ Ու մենք մենտանիկ չենք դառնա։ Հասկնաք, որ ինչ Պողոսի ժամանակներում քաղաքվեին մեկտեղ խաց կուտեինք, կիսեին, մեկի ավելը մյուսի պակասը կլրացներ։ Մեկը աղա չէր, մյուսը ծառա։ Մեկը 10 հատ ավտո չուներ, մյուսը ավտոյի դեպից պես վազեգը փողված կոշիկներով։ Ճշմարիտ եկեղեցինիկի որ բերեկը բալանսի իրավիճակները։ Հոգ կտանի։ Օրինակ ես մտել եմ ընտանիքներ, որ չերես ջուր շատ է ծանր հոգսը։ Բացատրել եմ, որ թեթև ծրեք, որ կնանաք Աստծուն ծառայեք, դուք եք մեղք, հանգստացեք։ Ես որ չմտնեի տունը, ես չէի տեսնի որ անասուններ, խոսքի, դաշտեր, մեծ, այդ մարդը դաժե չի ասցնե իր մազերը սանդրը, ես ինքս եղել եմ այդ վիճակի մեջ։ Մազերս չեմ հասցրել, սանդրեմ, ենքան որ ծանրատերնված եմ։ Վերջը, հովիվը առաջնորդը չսե թե բալես, սկսե հետևնալ, սկսե հանգստանալ, տիրոջ մեջ հանգստացի, տիրոջ խոսքի մեջ հանգստացի։ Մտել ես քուր է, հիվանդ է, ծանր է, օրինակ քուր կա մեր խմպակից ես իշխոր եկել եմ, կմտածեմ, որ պետք է իշտսվի այդ քրոջը օգնսվի, հիվանդ է ինքը։ Մաքրություն պետք է անսվի, օգնսվի պետք է։ Բայց մենակ ես ֆիզիկապես ի վիճակի չեմ, այ քրերը, որոնք որ կսկսեն այցելել մեր տուն, կսեն Աննա հմինոր քեզի քասնանք, թե ինչքան դժվար է այցելություններ էները, երկու օր ես չեմ կրնա հանգստանամ, այդ ճամպեքից երեխեք անկեղծ սկսեմ։ Շատ դժվար ծառայություն է, ու ամեն մեծ ծառայության ժամանակ դուք չեք պատկերացնել նաև ինչքան զարյադշնիկը մոտիկ բեր, ինչքան փողեր կեշտա, ամեն մի այցելության ժամանակ։ Բայց կարևորը գիտեք որն է, որ այդ փողը կեշտա այցելության վրա, ծառայության վրա, ոչ թե կառնինք լավ միսը մենք կուտենք, այն երեխեքն է ինչ որ եղան, հասկնաք, դիք արդեն իսկ լուրջ խնդիր է։ Ես մի բան եմ գիտեմ, որ զոհաբերությունները օշկեղնին նաև դեղնի ցանկն է տիրոջ կամքի պես։ Ու ես տիրոջից մի բան եմ սորվել, որ շատ ուժեղ հոգ պետք է տարվի եկեղեցու անդամներին, առաջինը, զոհաբերություններով։ Օրինակ ես տեսել եմ, որ Աստված ինձ է, եկեղեցում ես ինչի հեռախոս չունի, ես ինչին հեռախոսար։ Ու եկեղեցուց առնվել են, երկու հոգու հեռախոսներ են առնվել։ Մեկը կա մի եկեղեցու մեջ է, մեկը չկա, այս վերջերս Տերս իր համար նորից ցույց տվեց, որ ես նորից խոսամ իր հետ, բայց ինքը պատրաստ չէ եկեղեցի վերադառնալու։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք որ ապստամբություն, անհնազանդություն կենեն, ու Տերը եկեղեցուց կպատվիրե դուրս անել, ես դուրսն է իրանց հետ կաշխատիմ։ Այն չափով, ինչ չափով, որ Տերը ցույց կտա, անուն, առանուն ինձ ցույց կտա։ Բայց միաժամանակ եկեղեցում պետք է մեղքը չհանդուրժվի։ Եթե մի հատ քուր, կարճ, բաց, քուր չսենք, կին սենք, հա, քուրը, որովհետև նա է, ով որ Աստծու կամքը կկատարի, չէ՞, Հիսուսը ասավ, իմ քույրս, եղբայրս նա է, ով որ Աստծու կամքը կկատարի։ Վուլգար քսված եւ այլն եկեղեցի կմտնի ու դուք կսեք բան չկա, կուկա կփոխվի։ Երեխեք, չհավատաք որ ինքը կփոխվի։ Բայց շատերին կմտցնեն մեղքի մեջ, ինքը կփոխի։ Պատկերացրեք, այդ քուրը նստած է մի հատ աղբոր կողք, ոտքերի կեսը բաց, քսված, լղված, մեզ աղբերը չի դե, քարոզին նա է, թե ոտներին նա է։ Մծրավ մեղքի մեջ, մծրավ։ Չի կարելի մտածել, որ մարդը պիտի գա ու փոխվի։ Հա, էլի պիտի գա ու փոխվի, բայց կոնե դեմից
Պիտի զգուշացվի տվյալ մարդուն, որ սիկ դիսկացիկա չէ։ Սիկ մի ադմ վայր է, ուրդեղ որ տիրը կբնակվի, իսկ տիրոջ ներկայության մեջ կա պարկեշտություն, մաքրություն, համեստություն։ Եթե կուզես ոտները ցույց տաս, կամ մարմնիդ մյուս հատվածները, համապատասխան տեղ կա, սիկ չէ հաստատ։ Իսկ եթե իրանք կուզեն քեզնից նեղենան, դեմ պիտի չեղնես, թող նեղենան։ Ավելի լավ է ինքը նեղենա եկեղեցի չգա, քան թե նեղեցնես Աստծուն, Աստված եկեղեցուց հեռանա։ Միթե Աստծո տաճարը կրնանք ապականենք։ Չոր Աստված Սուրբ Աստված է։ Եթե մեղքը հանդիմանել չի սիրոր իրան հանդիմանեն, ամեն մեկս, եթե չենք սիրոր, մեզի մեր սխալներս են, ուրեմն եկեղեցի պիտի չեշտանք, երեխեք, ճշմարիտ եկեղեցի պիտի չեշտանք։ Դեշտանք եկեղեցի, որտեղ որ մեղքը չեն հանդիմանել։ Քեզ անտատ գոհամ, վայ շուրը շատ սիրուներ է, ես որ ես իշկան ես սիրուն, որ մս անգամ ավելի ուժեղ մոդա ցույց տաս։ Ճշմարիտ եկեղեցին չի սե իշկան ես սիրուն է։ Ճշմարիտ եկեղեցին քեզի կսե սորոր դու աղոթեցիր Տիրոջ ներկայությունը իջավ։ Այդ այդպես կսե սիրունն ալակու։ Վայ շուր դես ինչեղ քեզի սիրուն սազել է հասիկ վերջի բրենդն է բան դու է սկսես ցույց տալ։ Ճշմարիտ հովիվը նոր համար քեզի հանդիմանու ճշմարտության մեջ կանգնցնե։ Մոլորվածին հետ բերել դիք կնշանակե։ Վերջը փաթաթել դիք կնշանակե, որ դու մոդա ցույց կտաս, դու վիրավոր ես արդեն։ Ճշմարիտ հովիվը պիտի սեթ է, վիրավոր ես, դու չես զգա։ Դու չես զգա, դու վիրավոր ես։ Դու չես զգա, դու անհնազանդ ես, դու չես զգա, կեշտաս, հետ կբերե։ Ու հոգ կտանի քու մասիդ։ Ու քու կարիքդ կլցնե։ Այն ամենով ինչի կարիք նոր կա։ Ես չիդեմ ձի դիք Աստված դիք են ձի սորվծերը։ Որ ես եթե տեսա մեկիմ հակը շոր չկա, կոշիկ չկա, ես հանգիստ չեմ կնի, միջև այդ հարցով ես չհետաքրքրվիմ։ Իմ տունը սոր մարդկանց Աստված ցույց տա իր կարիքը, ու ես միջև իր կարիքը չհոգամ, ես չեմ հանգստանա։ Իմ մոտս պես է Տեր Աստված։ Մեկը ինձ հասկացնոր ինքը կարիք ունի փողի, ու ինքը ես էսիս եմ, այն աղեկի մասին չոր, գն սիրեն նստել ու լացեղնելով փող աշխատել։ Ես հողկով աղքատների մասին կսեմ։ Մեկին տեղի փող է պետք, մեկին տան վարձի փող է պետք եւ այլն, ես սորվել եմ, որ Տերը պիտի հոգա այդ կարիքները։ Դիք է ճշմարիտ եկեղեցին։ Ճշմարիտ եկեղեցին, աղա եկեղեցի չէ, ճշմարիտ եկեղեցին ծառա եկեղեցի է, ճշմարիտ հովիվը ոտ լվացող հովիվն է, հոգտանող հովիվն է, հանդիմանող հովիվն է, եկեղեցին սուրբ ու մաքուր պահող հովիվն է, ու պիտի չմտածե թե հանդիմանությունից հետո ինչ որ մեկը կեշտա, իշխոր մեկ գարը վերցնե սա խոդին տանի, գարին բան չսե, չէ պիտի գարին մի ամեկ ճիպոտով զարգե, որ մյուս գարներին չպանեն ու մծնեն նորից այդ նախիրի մեջ, այսինքն պետք եղա ժամանակ հանդիմանե։ Իսկ եթե հանդիմանվել չի սիրում, ուրեմն դուս հանեն նախիրից, որովհետև մյուս նախիրին է հետը կտանի մոլորության։ Ես նորից կսեմ գարների մասին ես կխոսամ, որ գարներին պիտի հոգ տանես, բայց եթե քայլ կգնի մեջը նախիրի, այդ քայլին շատ արագ պիտի վերացնես, հեռացնես, որ ոչխարներին չափշտակ է։ Դիգել է հովիվի պատասխանատվությունը։ Որ հովիվը պիտի չթողնոր եկեղեցում գայլ եղնի։ Գայլն էլ արդեն ներկայացրի ովքեր են։ Ապստամբ անհնազանդ մարդիկ, որոնք որ կան եկեղեցի իրանց ցույց տալու համար, իրանց զոհաբերությունները ցույց տալու համար, իրանց եսը, իրանց շահը, իրանց փառքը, իրանց դիրքը փնտրելու համար։ Տիրոջ եկեղեցում դի փնտրես խոնարհություն, Տիրոջ եկեղեցում դի փնտրես հնազանդություն, Տիրոջ եկեղեցում դի փնտրես հանդիմանություն, ու ամենակարևորը, Տիրոջ եկեղեցում դի փնտրես Տիրոջ ներկայությունը։
Սիգետ եկեղեցին է։ Եղի եկեղեցի, որտեղ որ երկու հոգի հավաքվին, Տերը ներկա է։ Քեզի պետք է 5000-նոց եկեղեցի, որ վերևներից է մարդիկ իրար հրեն գցեն վար։ Բայց Տերը ներկա չէ։ Ուղղակի համերգ է։ Որ երկինքից է Աստված քսես, իրաց չեմ ճաճը։ Այն սիկ է Աստված սորվծրը։ Ես սիկ եմ տեսե Աստծուց։ Հովիվը բդ ունենա ծնողի սիրտ։ Ինչ է ծնողը։ Ծնողը ինչ է երեխեք։ Երեխեդ սոված է ճաշկե պես կուդաս։ Չէ։ Հիվանդ է կողքը կկագնիս։ Սխալ կենե մի ադմ բենի կուդաս, որ կտեսնիս խոսքով չի հասկնա։ Չէ։ Քսես թե ինչ ենեմ, թողնի մեր երեխես կործանվի։ Սխալ ընկերակցությունների մեջ է իրան հետ կբերես, ինքը քո երեխեդ է։ Բայց եթե կտեսնես, որ քո երեխեդ է, չի ուզելս է, անառակ որ դու հայրը ինչ երավ, սավ կնա։ Չնգավ հետևից, ոտների չնգավ։ Իսավ կնա թող լապ կեշ հետո կուկաս։ Ես գիտեմ ես ինչ ծնող եմ։ Ճիշտ ծնողը չի վախենա իր երեխին ազատ արձակե։ Որովհետև ինքը գիտե որ պիտի ֆռա էլի հետ կա։ Չես ուզե հասկնաս ընձի, չես ուզե կնադես ընձի, գնա ֆռա էլի ետ կուկաս։ Բայց այս անգամ խոնարհված կուկաս, կոդրված կուկաս։ Այն երեխեն որ նոր շնորհակալ սիրտ չունի, իշքան կուզես բացատրես, քեզ սիգեմերենի գեմերեն, կելի պիտի քեզի չկնադե ու քո մեջը ծխալ դի փնտրե։ Դրա համար պիտի բաց թողնես։ Երբեմն մարդուն թողնելով ավելի շատ լավություն կենես, քան մարդուն բռնելով։ Պիտի թողնես որ այդ մարդը խոնարհվի։ Պիտի թողնես որ այդ մարդը հնազանդվի։ Թեկուս եղնի քո երեխեդ։ Սեպական երեխեդ։ Երբեմն թողնելով ավելի շատ կօգնես մարդուն, քան մարդու ետևից վազելով։ Սկանը հովիվների հետ կապված ինչ որ Տերը առաջնորդեց, էլ չի առաջնորդոր խոսամ, ուղղակի եղեք պես առաջնորդներ, որ ծեր երեխեք ուզենան ցեզի նմանվին։ Երեխեն միշտ կենե, այն ինչ որ իրա ծնողը կենե, ծնողներից մեկը կամ հորը կքաշե կամ մորը, որովհետև երեխեն որ գծնվի երեխեք, բաց դեդրի է նման։ Հեշ բան չի դե, ոչ հայերեն գիտե, ոչ ռուսերեն, ոչ անգլերեն։ Դրա համար Անգլիա ծնվավ, անգլերեն կխոսա, արտասահման ծնվավ, անգլերեն կխոսա, Ֆրանսիա ծնվավ, ֆրանսերեն կխոսա, Հայաստան ծնվավ, հայերեն կխոսա։ Դիք ինչ կնշանակի։ Որ երեխեն ինչ որ սորվծրիշ, այդպես կեղնի, չէ՞։ Ճիշտ է, կյանքի ընթացքում ինքը կսկսե փոխվել, կսկսե արդեն ժանը վերցնել, բայց հիմքը արդեն դու պիտի տնես, թե ինքը ինչ պետք է սորվի։ Այսինքն մեզնից շատ բան է կախված։ Իսկ դու ինչ կգնաս քո երեխից սորվծնես, եթե դու հայերեն չիտես, ռուսերեն չիտես, անգլերեն չիտես։ Նախ առաջինը մենք պետք է ճիշտ սորվենք։ Իսկ ինչ ճիշտ սորվիս, եթե դու ճշտերի ճիշտն ես։ Մարդկա ինքը вообще չունի սորվելու, հեշտ մարդուց։ Այն կանկի դուն է, բայց որ թափ կուդաս են, հեշտ բան չի թափի։ Ոչ ջեպերից, ոչ ներսից։ Հասկնակը, եթե կուզես որ երեխիդ բան սորվեցնես, դու ցույց տուր որ միշտ կարիք ունես սորվելու։ Այսօր դուք սպեք սավակված եք կլսեք, երեխեք ընտանիք ինչ կտեսնին։ Որ դուք սիրեք կսորվել։ Ընդեղից իմ երեխես կուկա սենյակից, մյուս կողմից քու երեխեդ կուկա, քու ամուսինդ կմիանա, այն մյուսը կմիանա, ինչի, յանք կտեսնին որ դուք սիրես սորվել։ Դու էլ չես խոսա։ Դու ցույց կուտաս որ դուք սիրես սորվել, դուք սիրես հանդիմանվել, քու կյանքիդ մեջ քու ստեղծողդ առաջի տեղն է։ Դու քենես ու ամեն ինչի մեջ տիրոջը կփառաբանես։ Չհավատաս որ քու երեխեդ քիչ-քիչ քեզի չդառնա։ Դու արդեն դիք ցանել ես։ Հեշտ տեսել եք որ կաղին ցանեք կակալ աճի։ Կարտոլ ցանեք վայսեք բանան աճավ։ Ինչ որ ցանել եք երեխեք դուք պտուղները բդի խաղենք, բդի խաղենք։ Դրա համար ժամանակն է ցանենք հնազանդություն, ժամանակն է ցանենք խոնարհություն, ժամանակն է մեր սերմեր Աստծո դաշտի մեջ ցանենք առատությամբ, որ հնձենք ժամանակին չթուլանանք։
Եսօր ամեն մարդ իժա երածի պդուղները կհնձե, հավատացեք։ Մի կարծոր լավն ես ցանել, եսօր բանը ծորեն ցանիր փուշտուս եկավ, չկա այդպես բան։ Փուշ ես ցանել, սիրելիս, փուշ եմ ցանել, փուշ պետք է դուս գա։ Ուշադրություն դարձրեք, ինչ կցանեք, որտեղ կցանեք։ Հայր ջան, շնորհակալ ենք այսօրվա հիանալի թեմայի համար։ Ինքան դու լավ Աստված ես, ինքան բարի Աստված ես, ինքան ողորմած Աստված ես, սիրող, ներող գթառատ Աստված ես։ Շնորհակալ ենք, որ այսօր նորից սորվեցրիր, որ մենք պետք է խոնարհություն հագնենք։ Շնորհակալ ենք, որ այսօր նորից մեր տեղը մեզի ցույց տվեր, որ մեզնից հեչ բան չենք ներկայացնել, որ դա ամեն օր սորվինք, հնազանդվինք, խոնարհվինք ու ծառայողի սիր ունենանք։ Շնորհակալ ենք, որ ցույց կտաս, որ դու արտարություն սիրող Աստված ես ու կսիրես, որ քո երեխեքիդ նկատմամբ ծնողը արտար վարվի, որովհետև եթե ամեն մեր երեխիդ նկատմամբ անարտար ու անազնիվ վարվինք, իրանցից մեկին դիպած, քեզի դիպած, քո աչքի տպին դիպած, աչքի փիփ կսես, որ ամենանուրբ հատվածն է մարմնի, ամենանուրբ անդամն է մարմնի, այդպես կարևոր ես քո ժողովրդիդ։ Դրա համար մենք պետք է անընդհատ խոնարհաբար սիրենք հանդիմանությունը, մեր սխալներն ուղենք ու կրնանանք քու հոդիդ հետ վարվենք այնպես, որ դու ես վարվել մեզ հետ։ Դու ինքան մեզի սիրեցիր, որ քո անձը տրեցիր մեզի համար։ Ամեն մեկս այսօր մեզի հարց պետք տանք։ Արդյոք ես պատրաստ եմ իմ անձս տնեմ իմ հավատակցիս համար։ Արդյոք ես պատրաստ եմ իրան սիրեմ իմ անձիս պես, որովհետև դի քո երկրորդ պատվիրանն է, քո ընկերոջը սիրիր քո անձիդ պես։ Արդյոք ես պատրաստ եմ իմ հացս կիսեմ իմ հավատակցիս հետ, իմ անգողինս կիսեմ իմ հավատակցիս հետ, իմ հագուստս կիսեմ իմ հավատակցիս հետ։ Շնորհակալ ենք, հայրս, շնորհակալ ենք, որ դու ամեն օր մեզի կկրտես, կդասյարակես, արտարության մեջ կխրատես։ Շնորհակալ ենք, որ քեզի պես արտար, հոգատար լավ ծնող ունենք։ Շնորհակալ ենք, որ նաև ցույց կտաս, թե ինչքան կարևոր է գառներիդ հետ հոգատար լինել, իսկ գայլերից զգուշանալ։ Շնորհակալ ենք, որ Հիսուսիս հայր ջան ղրկեցիր, որ ցույց տա գործնականորեն, թե հովիվը ինչ պետք է դեղնի։ Դու նաև դորով մեզի ցույց տվեցիր, թե որպես հովիվներ ու առաջնորդներ ամեն մեկս ինչ պետք է եղնենք։ Շնորհակալ ենք, որ ես եկեղեցու հովիվը դու ես։ Շնորհակալ ենք, որ մեզի հոգտանողը դու ես։ Շնորհակալ ենք, որ այս ծառայությունները դու կանցկացնես Սուրբ Հոգովդ։ Շնորհակալ ենք, որ այս եկեղեցին դու ճշմարիտ կհամարես ու ազատ կշարժվիս ամեն մեկիս միջից։ Թող փառավորվի քո սուրբ ու հզոր անունդ, Հավիտյանս, Հավիտենից, ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքդ լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը Հավիտյանս, Հավիտենից, ամեն։ Ժողովուրդ ջան, Աստված օրհնե բոլորիդ, սկանե ինչ որ այսօր կուզենայի որ կիսվեի ցեզ հետ։ Եղեք հնազանդ, եղեք խոնար, սիրեք հանդիմանությունը, սիրեք արտարությունը, սիրեք ողորմությունը, սիրեք զոհաբերել ու մեկը մյուսիդ կողքը կանգնել, Աստծո ուզածի պես։ Սկանը սիրելն է, լավ մնացեք։